Պետրվարի 27 Ինչ այսօր Ես էլ որ Պետրվարի 27 Բայց Պետրվար ասի կերպ շփոթվեցի Ես էլ եմ ասում Պետրվարի չալի Կամ վերև կամ դիմացի մայ Շրագացից կարդա Հիմա Կարդա? Ես հիմա ժամանակ չունեմ, կարդա Ուղղակի ինձ պետք է որ դուք վերնագիրը կարդայի այս ժամանակ էլ այդպես թույլ եք տվել որովհետև ճաղերի հետևից մոտեցել է ձեր նախագահը մեծ բան ա ունեցել 5 տարի առաջ Հայաստանի Հանրապետության նախագահ Դա ձեր նախագահը Եթե դուք չեք դե դա չնշանակի Դա ձեր նախագահն է Ահա Այսօր եթե բոլորի տոները հիշում եք, ի վերջո մեր երեխեքի կյանքը որ տարան խլին, գոնե բարի լինեն մի օր է մեր զինվորների կյանքը հիշել, օրը հիշել։ Ո՞ւց եք պաշտպանում։ Չի կարելի, հարգելի քաղաքացիներ, հարգելի վայրեր, հարգելի ծնողներ, նախագահի նստավարի դիմաց անմիջապես ակցիան է, դուք ակցիա եք դիմացի մայթը։ Մենք գորգորում ենք, մենք գորգորում ենք Չի, դե ոչ մի բան չկա։ Նախագահ լիներ կընդուներ այս 8 տարիների ընթացքում մեկ անգամ։ Հոգորի մեկը դուրս գա այսօր։ Թող ձեր սուտասան նախագահն այ այսօր է ճաղերի հետևից ընդունել։ 5 տարի առաջ խոստացել է, ուր մնաց իր խոստումը։ Այսօր այդ օրն է, թող գա ասի ես մայրեր, ստել եմ ձեր առաջ, հոշոտել ենք ձեր երեխեքին, այսօր պատասխան չենք կարում տանք, որովհետև մեր գեներալներն ու հրամանատարներն են հոշոտել ձեր երեխեքին, թուրքը չի հոշոտել, հասարակ զինվորը չի հոշոտել, դե թող դուրս գա մի բառ ասի, 5 տարվա մեջ խոստացել է, Ես ես տիգիներն շատ եմ խնդրում Մի խնդրի Ես հիմա չեմ գնալի ոչ մի գործեր դերը Մի կորացել, մի հրամայել Դե գերդ իցանց ենք օգտալ Չես կան Ո՞վ պետք է երեխեքի արյան համար պատասխան տա Ո՞վ պատասխան տա Հալավը չի Բացած եք դե Ես ես խնդրում Երթազատ արումները Գնա, ես չեմ գնալու, դիմեք այ նստելում ստեղ Չեմ գնալու Այ հենց դե չեմ գնալու Չեմ գնալու Համեր վրախ է գորում Դե ուրեմն գնա Մի խնդրի, ես հիմա պահանջում եմ Դուք ես ասել եմ Ես Սրան մինայ, դավա տվերեն եմ համազ կեստը, աստղ ես ուզում ստանաս, դե ուրեմ, հասկացակ որեք չկա, որն է նախագալի, Համա գրել եք, եք դիմացի մայթ, բոլորը կաշարված են, Մենք ձեզ խնդրում ենք մեկին ասեք թող դուրս գա մեզ պատասխան տա Վերջը այսօրվա պատասխանես պիտի տա Մենք էլ ենք խնդրում Ես խնդրում եմ բարձացեք վերև Մենք ոչ մուտք ենք խաղում Ոչ շարժն ենք խանգարում, ոչ երթևեկություն ենք խանգարում Ոչ էլ ձեն ունենք որ գոռան Թողեք կանգնած Դու հասկանում ես, դու ծնող ես պատասխանի մարդ Դու ծնող ես, ես իմ երեխի համար եմ ուզում Հոդև արդարությունը, նախաքննությունը ստոր Պատաքննությունը ստոր, վերջ պիտի մեկը պատասխան տա, այս անօրինական երկրում
Փաստաբանը Եվրոդատարան դիմում է ուղարկել, ամենաաղմուկոտ գործեմ, գործուսպանությունը, ամենաաղմուկոտ, հասկացի, դու այսօր աշխատում ես քո երեխի համար, ես էլ իմ երեխի համար, բայց այդելու այս հանցայավար ռեժիմի հանցանքները, ստեղ կանգնել եմ, ինձ իրավունք չունեք դուք երեք, թող գանդերցից մեկը պատասխան տա, այդ ամեն ինչի համար, ես դատական նիստերը անցկացրին ապօրինի այդ պետությունում, երեքինիչը բողոքություն դունես արույթ, Ես ինչ երկու օրենք եք դուք հարազում, դուք հանցավար ռեժիմն եք պաշտպանում։ Ես տեղից չեմ շարժել, ստեղ կանգնել եմ, դուք իրավունք չունեք։ Բերեք փաստատուն, որ ես տեղ իրավունք չունեմ կանգնելու։ Դուք ակցիա եք անում հարգելի քաղաքացի, ես ձեզ նորից ասեցի։ Ես խաղաղարություն եմ հասկացում, չեմ խոցտոտում ոչ մեկի շարժը, ոչ մեկի, չէ, ես տեղ եմ կանգնելու։ Դուք իրավունք չունեք ինձ ասել։ Ես տեղ եմ կանգնելու։ Դու չգիտես քո իրավունքը։ Ես տեղ ոչ մի բանի չէ, ոչ հետիոտ եմ խանգարում, ոչ նախագահականի մուտքը։ Ես տեղ խաղաղ ակցիա եմ ասում։ Դուք իրավունք չունեք։ Չի կարելի ակցիաներ։ Կարելի է։ Ես էլ իմը գիտեմ տիկին նա։ Ինձ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ գրություն է տվել, որ ես չխանգարեմ քաղաքացու ելքը մուտքը, չխանգարեմ նախագահականի ելքը մուտքը։ Ես տեղ իրավունք ունեմ, ես տեղ կանգնելով ոչ մի բան չեմ խանգարում։ Այդպես էլ արվում է, մշտապես տիկին նանա, բայց դուք ակցիա եք անում։ Ես խնդրում եմ ձեզ, մենք խաղաղ ակցիա ենք անում, մենք զինված ենք, մենք մեր մոտ զենք կա, սարը զենք կա, ուրեմն մենք ստեղ իրավունք Ոչ մեր երեխեք Ես էլ եմ ուզում Իմ երեխուն տարին անօրինական կյանքը խլել են Ես էլ եմ պահանջում որ իմ երեխուն սիրեն հարգեն ու իշոտակը հարգեն Ոչ հակնած տեսախցիկին ման ու որտեղ պետք է նամ իրանց գործողություններ անեն Ի վերջո մենք էլ ենք տղա տվել բոլորս էլ տղա ենք մենք էլ ենք այդ հարգանքը մենք էլ ենք պահանջում Մենակ սպանելու, տանելու, կոծկելու տերը չեն լինելու երկրում Ամեն ինչ իրանցով չի լինելու Օրենքով մենք ուրիշ բան չենք պահանջում, օրենքով ենք պահանջում Վերջապես այս հանցավորս քրեական գործերը որ դնում են ու մանկապարտեզի հեքիաթների նման հագում են, տենց չի վերջանալու Դուք էլ եք ծնող, դուք էլ պիտի հասկանաք, դուք էլ պիտի կանգնեք մեր կողքը Ես հոգնել եմ արդեն Ես հոգնել եմ արդեն Ես արդեն այս ենք ուշտ Ես արդեն մենակ արդեն ինչի վրա Ուրեմն թող ճիշտ քնություն լինի, արդար քնություն լինի Ոչ թե մեկը մեկին կոծկի, ոչ թե մեկը մեկին հանցագործությունները պահի Ինչի համար Սպանել եք, պատասխանը տվեք Ինչի եք երեխեքին տանում, տղա երեխուն տանում, տարի 7 ամիս տանում, իմ երեխու կյանքը խլեն ինչ-որ մի ստոր կենթանի, ինչի համար, որտեղ է գրած։ 5 տարի առաջ նախագահը մեծ ճաղերի հետևից խոստացավ, որ նորանշանակ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը կընդունի ձեր բոլորին, կլսի եւ համոզված եմ, որ դուք կստանաք բոլոր ձեր հարցերի պատասխանը եւ մեղավորները կպատժվեն 5 տարի հետո այս օրը այս ժամին ես հայտնվում եմ ստեղ իմ կասեցման որոշումը ձեռքս որ մեղավոր չլինելու պատճառով գործը կասեցնում եմ, հանցագործության գործիք չլինելու պատճառով գործը կասեցնում եմ, այսինքն, դե եթե չկա հանցագործության գործիքը ուրա իմ երեխեն։ Իմ երեխուն սպանել է Հայկան Զվաղբանյանն իր թիկնապաներով, ինչի 9 տարիների ընթացքում չի հարցաքնվել ոչ մեկը։ Իր թիկնապաների պատուհանի տակից են գտել իմ երեխուն։ Ինչի չասեցին ու ինչի է հայտնվել այս զինվորը, ինչ գործ ունի, ինչի է հայտնվել իր տարածքից 500 կիլոմետր հեռավորության վրա, 500 մետր հեռավորության վրա, ինչի է հայտնվել այդտեղ։ Այսօր հայտարարում են, որ դեպքի վայրում հոսանք չկա, դժվար պատահարի զոհ չի դարձել, բայց դատաբուժիչ Վիգեն Ադամյանը տվել է, որ էլեկտրահարվել է, որտեղ, ով է մեղավոր։ Այսպիսով գործի նախաքննության ընթացքում կատարվել են հնարավոր բոլոր քննչական գործողությունները, սակայն չի հայտնաբերվել հանցագործության գործիքը,
չի բարձվել Օհանջանյանի մահվան պատճառը, չի բարձվել թե որտեղից որտեղից է հայտնվել հոսանքը, այսինքն քննիչները, դատախազները ինչ են արել ես 9 տարի է, ինչ է պիտի դրանք աշխատավարձ ստանային։ Աղա չեք, թե։